բաների կհատվադառնանք եւ այսպես 28-ին զորահանդես են պատրաստում Նիկոլ Փաշինյանն ասում է այնքան բան ասեցիք զորահանդես ենք անցկացնելու խնդրեմ ես մասով ձեր տեսակի թե միջարս վաղ առավոտյան տեսանք որ բանակի զինանշանն են փոխել այսպես ասենք այդ պատվո-պահակախմբի հագուստի փոփոխություններ կան ինչ-որ խնդրեմ Բարև ձեզ հարգելի Մարիամ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը իմ կարդացած, օրինակների ընդհանրապես միջազգային տարբեր կառույցների, երկրների, տարբեր առաջնորդների մեջ միակ մարդն է, որ sense պատմություն ուսումնասիրում ես, որ պարտված ղեկավար է, բանակը տարել է քանդել է, պարտություն է կրել, գնացել է ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ Արցախը հանձնել է, 3 պատերազմ է կրվել եւ անում է զորահանդես։ Նախկին իշխանությունների կողմից բերված 6 միլիարդ դոլարի զենքը տարեհանձնել է, Սերժ Սարգսյանը զենք է բերել Արցախը ազատագրել, Շուշիը ազատագրել, ապրիլյան պատերազմը հաղթել, Նիկոլ Փաշինյանը հանձնել է այդ սաղ հաղթանակները, ավելի քան 6 միլիարդ դոլարի զենք է տվել Ալիևին նվեր, հրաժարվել է Արցախից, հրաժարվել է մեր ինքնությունից, հրաժարվել է մեր եկեղեցիներից, ամեն ինչից հրաժարվել է ու անում է զորահանդես, հասկանում եք, սա աբսուրդ է, ոնց որ, ասիկան, ինչ ասեմ, ոնց որ հին Հունաստանում, չգիտեմ, ոնց որ Սպարտայում մեծ պարտությունից հետո թեև լավ կռվել են եւ այլն անեին ինչ որ բան հաղթանակի զորահանդես ոնց որ Նապոլեոն Բոնապարտը Վատերլոյից հետո հետ գնար Ֆրանսիա եւ աներ Վատերլոյի զորահանդես եւ սա Նիկոլ Փաշինյանի Վատերլոյի զորահանդեսն է, որովհետեւ այլ տրամաբանություն չկա, որ պարտված ղեկավարը ով պատերազմներում պարտվել է, ում օրոք հազարավոր մարդիկ են զոհվել, ում օրոք հազարավոր մարդիկ կորցրել են իրենց կյանքը, իրենց երազանքները կորցրել են իրենց հարազատներին, 145,000 հայորդի իր տունը կորցրել է եւ Նիկոլ Փաշինյանը ինչ որ զորահանդես անում, հասկանում եք։ Էտա էությունը, էտա իրանց բովանդակությունը, իրանք քողարկավորված, sense ինչ որ բանի քողի տակ, sense պահկված իրանց ծրագրեր իրականացնում են, բայց իրականությունը առհասարակ ուրիշ է, հասկանում եք, իրանք քողարկված արշավ են իրականացնում նոր հանձնումների եւ նոր զիջումների, որոնց ժամանակագրական տվյալները մենք կարող ենք տեսնել իրանց խոստումները եւ իրանց գործերը եւ այս կոնտեքստում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նրանք թշնամացել են եւ թշնամի են դարձել մեր բարեկամ, դարավոր բարեկամ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, իրանց հարաբերությունները ուղղակի փչացել է, իրանք այդ փոխհրաձգությունից, դիվանագիտական փոխհրաձգությունից արդեն ուղիղ սպառնալիքների են անցել, մասնավորապես ես հիշեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Վլադիմիր Զելենսկուն, ով խոսում էր, որ Կրեմլի վրա հարձակում է իրականացնելու, Կարմիր հրապարակի վրա հարձակում է իրականացնելու։ Այս իշխանավորները այս հարցի շուրջ օրինակ են բերում, ասում են ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջան չէր մեկնում կամ Ադրբեջանի նախագահը չէր մեկնում Ռուսաստանի Դաշնություն, երբ որ մենք պատերազմի մեջ ենք եղել։ Ես կարող եմ ասել մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին չեք կարող գտնել որևէ հրապարակում, որևէ ենթատեքստ, որևէ մեսիջ, որևէ անգամ քողարկված միտում Հայաստանի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու։ Այսինքն Ադրբեջանի նախագահը երբ որ գնացել է Ռուսաստան, որևէ անգամ սպառնալիքներ չեն հնչել Մոսկվայի կամ Կրեմլից Հայաստանի Հանրապետությանը, որևէ անգամ չի եղել, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի Դաշնությունից սպառնալիքներ հնչեցնի Հայաստանի Հանրապետությանը։ Եթե այդ օրինակն եմ բերում։ Եվ այս
դիվանագիտական ձախողումը, որը ռազմավարական սխալը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի համար, սա մեծ խնդիրներ է բերելու։ Այսօր այն մարդիկ, ովքեր շոֆեր են աշխատում կամ գործարար են, այդ մարդիկ ինչ մեղք ունեն, որ ձեր պատճառով իրանք խնդիրներ են ունենում։ Ինչ մեղք ունի այն մարդը, ով որ սա ունեցվածքը դրել է բանկ, գնացել Իրանի բաղա դրե կամ վարդի ջերմոցներ դրել կամ ելակ արտադրում, որ ձեր դիվանագիտության պատճառով Վրաստանում խնդրեմ ունի։ Մենակ Լարսը չի է, միջև Լարսը Վրաստանում էլ է խնդիրներ եղել։ Մշտական է խնդիրները։ Այսինքն այդ խեղճ մարդիկ ինչ անեն, որ դուք ձախողված կառավարիչներ եք։ Այսինքն սաղ աշխարհը մեղավոր է, լավ, այսինքն սաղ աշխարհը մեղավոր է ամեն ինչում, բացի ՔՊ-ական իշխանությունից։ Սաղ ռուսներն են մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, Պողոսներն են մեղավոր, Պետրոսներն են մեղավոր, բայց դուք անմեղ եք, դուք ոչ մի բան սխալ չեք արել։ Ձեզ Արցախը դուք չեք հանձնել, սա ուրիշներն են արել, դուք ուղղակի դուք դե ինչ գործ ունեք, եթե ամեն ինչը ուրիշներն են մեղավոր, այդ շենքում դուք խեք նստե։ Ձեր ֆունկցիան ինչու՞մ է, այսինքն ձեր ֆունկցիան քաղբանդարկյալներ ավելացնելն է, մարդ ավտոյի տակ գցելն է, թե մեր քաղաքացիների կյանքը բարդացնելն է։ Տիգրան Ավինյանից սկսած մինչև մնացած քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ որևէ բանով չեն զբաղվում, քաղաքապետարան օդի աղտոտվածություն, տասնյակ խնդիրներ, կոյուղիներ, սաղ պրոբլեմ է։ Բա ուր է ձեր մետրոները, եկել է ընտրության ժամանակը, ժողովուրդ ժամանակ իրանց որ տեսնում եք, իրանց հարցրեք, սիրելի ընկերներ, բա ուր է մետրոյի կայարանը, որ խոստանում էիք, որ կսարքենք։ Բա ուր են այն ներդրումները Երևանում, որոնք խոստանում էիք, որ կսարքեք, որովհետև իրանք քողարկված ծրագրերի իրականացմամբ են իրանք զբաղված։ Իրանք մի բան խոստանում են, իրանք են ասել, նայեք, ես հատուկ այսօր եկել եմ մի բան եմ մտածել ճանապարհին, որ դե քողարկված է իրանք ծրագրերը եւ ըստ էության իրանք մի բան ասում են, ուրիշ բան անում են եւ իրանք սրտիկը իրականում այլ տեսք ունի, իրանք սրտիկը քողարկված է, հա, իրանք չերևացող սրտիկը այսպիսի տեսք ունի, տեսնում եք, այս հատուկ սիմվոլ է, հա, նայեք, պոզերով սրտիկ է, սա է Նիկոլ Փաշինյանի սրտիկը, որովհետև դա սիրտ է, որի մեջ կան հազարավոր հայորդիների շիրիմներ, սա սրտիկ է, որի մեջ կա մեծացված եռաբլուր, սա սրտիկ է, որի մեջ կա անտուն 145,000 հայորդի, ովքեր էթնիկ զտման են ենթարկվել։ Սա սրտիկ է, որի մեջից կան իրական, հա, նայեք, ես հատուկ նաև գրել եմ, կտակարանից հանել եմ խոսք, որը վերաբերվում է իրանց էությանը, և ուզում եմ ընթերցել ձեր թույլտվությամբ, ուրեմն Մատթեոսի 7:16 նախադասությունը տողը Սուրբ գրքի մեջից ասում է հետևյալի մասին. Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ ոչխարի հագուստով, բայց ներսից հափշտակիչ գայլեր են, նրանց գործերով պիտի ճանաչենք նրանց, և իրենց պոզերով սրտիկը այդ գործերի ապացույցն է, նրանց սրտիկի մեջ քողարկված է հայ ժողովրդի լացը, որովհետև այդ սրտիկի մեջ կա Սոնա Մնացականյանը, այդ սրտիկի մեջ կան տասնյակ կա Մանվել Գրիգորյանը, այդ սրտիկի մեջ կա Արմեն Գրիգորյանը, այդ սրտիկի մեջ կան տասնյակ մարդիկ, ովքեր ում ճակատագիրը խեղվել է ուղղակի այս կառավարիչների կառավարման պատճառով։ Այդ մարդկանց բոլորի իղձերն ու երազանքները ձախողվել են այս կառավարիչների պատճառով, ովքեր այսօր ասում են, որ մենք ունենք լավ հարաբերություններ, ուրա ձեր լավ հարաբերությունները կան ձեր համար է, կարող է դուք լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ, բայց մեր քաղաքացիները ձեր լավ հարաբերությունների պատճառով տուժվում են։ Բա ով պետք է դրանով զբաղվի, եթե ոչ դուք։ Ով պետք է զբաղվի մեր քաղաքացիների խնդիրներով։ Եթե դուք չեք կարողացել, ձախողել եք,
ձեր բոլոր կառավարչական ուղղությունները։ Լավ, ավելի լավ չի ասել, որ գիտեք ինչ կա, մենք իսկականից չենք կարում կառավարենք, ժողովուրդ ջան, լավ սխալվել ենք, ցախողվել ենք, հիմա չենք կարում կառավարենք։ Ինչքան պետք է ժողովրդին դուք բաժանեք սևերի ու սպիտակների, ինչքան պետք է դուք այդ ձեր կեղծ խաղաղասիրությամբ, կեղծ համերաշխությամբ մարդկանց սենց բսկտեք իրարից, տան մեջ կռիվ գցեն։ Ամեն պադիեզդում ասում են, այս պադիեզդը Պողոսական է, այն պադիեզդը Պետրոսական է, այս մերոնցից չեն, այս մերոնցից են։ Ինչքան ժամանակ պետք է մեր ժողովուրդը այդ կտանքներին ենթարկվի։ Ինչքան պետք է բաժանարար գծերի մեջ մենք ապրենք։ Եթե մենք հիշում ենք եւ ռետրոսպեկտիվ վերլուծություն ենք անում, որն է եւ քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն է եղել եւ քաղաքականությունը, որ մենք եւ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցել ենք փայլուն հարաբերություններ, բերել ենք Իսկանդեր ավելի շուտ, քան ունեցել է Բելարուսը, Հայաստանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Իսկանդերը բերել է Հայաստան այն ժամանակ, երբ որ Բելարուսը դեռ չի ունեցել։ Հիմա Հայաստանի կառավարիչներ ու նաեւ պատերի տակ վնգստացող ընդդիմադիրներ, ուղղակի մենք ընդդիմադիրների անուններ չենք տալի, դրա համար ես զերծ եմ մնում, որտեվ ընդդիմության մեջ միասնականություն է պետք, բայց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ որ ԵԱՏՄ անդամակցության թուղթ էր ստորագրում Սերժ Սարգսյանը, սաղդ պատերի տակ ոռնում էիք, որ մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանին համոզեցին, որ ԵԱՏՄ մտնի, բա ինչ եք հիմա այդ ԵԱՏՄ-ի մասով այտենց վնգստում։ Բա ինչի մասին եք խոսում, որ մենք ԵԱՏՄ-ն միլիարդ դոլարներով փող բերեց հայ ժողովրդին, հայ ժողովրդի համար հնարավորություն տվեց 200 միլիոնանոց շուկա մտնի։ Այդ Սերժ Սարգսյանն է արել։ Գազի գնի մասին, որ այսօր խոսում են, Սերժ Սարգսյանն է այդ գազի գինը կնքե, պայմանավորվե, որ մենք ունենանք այն գազի գինը, որ ունենք այսօր։ Բա անընդհատ, որ դրա մասին 24/7 ռեժիմով չենք խոսում, չի նշանակում է, որ չենք հիշում, մենք ինչեր ենք արել։ Դա հանրապետական կուսակցությունն արել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ բոլոր ձեռքբերումները։ Եվ քաղաքականության ձևակերպումը եւ մեր աշխարհաքաղաքական ընկալումները Հայաստանը տարածաշրջանում գործող լինելը Սերժ Սարգսյանի կառավարման տարիների այն կարևոր անկյունակարային նշանակությունն է եղել մեր դիվանագիտության, որտեղ կարմիր գրիչով բոլոր տեղերում գրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշում, որտեղ Արցախը գոյություն ուներ։ Իսկ հիմա դուք Արցախը հանձնել եք, զենքերը հանձնել եք, այս 300-ներ, տոճկը ու էր 50,000 տոննա ռազմական օժանդակություն Սերժ Սարգսյանը բերել է Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ սա հանձնել եք ադրբեջանցիներին, այսօր գնացել եք զորահանդես եք անում։ Ասում է նաև դուք եք բամբասել դրա համար զորահանդես եմ անում, դրան են գումարած, նաև ասում է ինչի չեք սողել, ինչ եք դեռ կենթանի, տեսեք։ Ես արդեն Մարիամ ջան ասեցի, ես ձեր հարցին պատասխանում եմ իրանց սրտիկով։ Այս պոզերով սրտիկը այդ ամեն ինչի մասն է խոսում։ Սա իրանց իրական սրտիկն է, պոզերով։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, դա բոլորն իրենց են ասում, բայց Իրանք 3 պատերազմ պարտված կառավարիչներ են, 3 պատերազմ, իրանք Հայաստանի սուվերեն տարածքից հողեր հանձնած մարդիկ են։ Իրանք Արցախից հրաժարված, մեր ինքնությունից հրաժարված մարդիկ են։ Ես նոր կարդացի կտակարանից մի հատված, որի մեջ գրված է. նրանց գործերից կճանաչեք իրենց, նրանց գործերով կճանաչեք իրենց։ Հիմա եկեք նայենք մենք մեր մեջ։ Իրանց գործերը ինչի մասն են խոսում։ Իրանք փչացրել են մեր հարաբերությունները, մեր ընկերները։ Հիմա այսօր օրինակ աշխարհաքաղաքական առումով վերլուծություն անելիս հետաքրքիր հանգամանք է շատ թրիփի ուղին։ Մենք դրա մասին ոչ մի բան չգիտենք։ Իրանք ինչ որ բաներ են պայմանավորում եւ ոչ մի բան չեն ասում ժողովրդին։ Ժողովուրդը ստեղից ընդեղից imանում է դենց ինչ կարում imանում է այս կամ այն աղբյուրից, հա, վերլուծություն չենք։ Ինչ լնում է, իրանք ասում են դա հիբրիդային պատերազմ է, Ինչն է հիբրիդային պատերազմ, այսինքն էլի։ հիբրիդային պատերազմ է, ներողություն, հիմա սկսենք այդ 40 րոպե մեկ ամտա Հայաստան, էս ինչ է, ես խնդրեմ ես pasով ձեր տեսակետը, եւ մեկ էլ եթե կարելի է ծնգլ արեցիք, երբ Արարատ Միրզյանին գերիներից են հարցնում, Ռուբեն Վախթանգյանի ծննդյան օրը, մայիսի 25-ին։ Դե
Սիրելի հայրենակիցներ, նախ Ռուբիոյի գալը դա իմ դիտարկմամբ ուղիղ միջամտություն է ընտրական գործընթացներին, որովհետև եթե մենք տեսնում ենք, որ այլ մայրաքաղաքներից ինչ որ հայտարարություններ են արվում, դա օրվա կառավարիչները վերագրում են որպես ընտրության միջամտելու փորձ, սա ոչ թե ընտրության միջամտելու փորձ է, այլ սա ընտրության մասնակցություն է ուղիղ, որ ընդամենը ընտրություններից 10 օր առաջ պետ քարտուղարը գալիս է ինչ որ ռազմավարական դաշնակցության մասին ինչ որ բաներ են ստորագրում, բայց իրանց համար կարևոր էր այդ մեր ընդերքի մեջ ունեցած կարևոր էլեմենտները, որոնք Հայաստանի ընդերքում կան, բայց ինչի դիմաց, օրինակ մեր մոլիբդենը եւ այլ ուրեմն մետաղներ եւ այլ հանածոներ մեր հիմնական սպառողներից մեկը Եվրամիության երկրներն են։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի Եվրամիության ինտեգրման կեղծ թեզին է վերաբերվում, հա։ Միացյալ Նահանգները Ռուբիոյի գլխավորությամբ եկան Հայաստան, ստորագրեցին փաստաթուղթ, որտեղ ասվում է նրա մասին, որ իրանք են մեր ընդերքից արտահանման այդ հնարավորությունը վերցնում։ Այսինքն ըստ էության նրանք վերցրեցին Բրյուսելից մեր ընդերքի հետ աշխատելու հնարավորությունը եւ Ամերիկան ըստ էության տեսնում ենք, որ տարածաշրջանում փորձում է իր քաղաքականությունը ավելի զարգացնի, ավելի առաջ տանի, որի մեջ մենք փոխանակ ավելի սերտ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, որովհետև այլևս աշխարհում չկա միաբևեռ աշխարհ, չկա միաբևեռ աշխարհակարգ։ Աշխարհում կա բազմաբևեռ աշխարհ, որտեղ առաջի հարվածը իր վրա վերցրել է բազմաբևեռ աշխարհ ստեղծելու։ Ռուսաստանի Դաշնությունը Իրանը եւ Չինաստանը ձևավորում են բազմաբևեռ աշխարհակարգ, ձևավորել են, այլևս դա ճշմարտություն է, այլևս դա հիշողություն է միաբևեռ աշխարհը, որտեղ Միացյալ Նահանգները միաձայն այսպես որոշումներ էին կայացնում, այլևս տես չի եւ մեր հարևան Իրանը դա ցույց տվեց։ Իրանը նաեւ ցույց տվեց, որ պայքարով է հնարավոր հաղթանակներ։ Իրանը հաղթել է պատերազմում։ Իրանը իր առաջ դրած բոլոր խնդիրները լուծել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման հզոր գերտերությունը չկարողացավ Իրանին հաղթել, որովհետև Իրանը պայքարում էր, Իրանի ժողովուրդը պայքարում էր, որպեսզի Իրանի ինքնությունը, Իրանի արժեքները, իրանց ազգային արժեքները պահպանվեն, որ Իրանը լինի այն հզորության, որը որ կա այսօր, որովհետև տասնամյակներ շարունակ այդ մարդիկ պատրաստվել են այդ օրվան։ Իսկ մեր կառավարիչները ամբողջ մեր ընկերների հետ միջազգային, հա, առումով մեր գործընկերների հետ, բոլորի հետ կամաց տարբեր ջրբաժաններում ենք հայտնվում, հա։ Հարյուրամյակներ ի վեր մարդկանց հետ ունեցել են լավ հարաբերություններ, Նիկոլ Փաշինյանը այդ հարաբերությունները ուղղակի զրոյացնում է, բայց ում հաշվին, մեր ժողովրդի հաշվին։ Էդ է իրականությունը։ Եվ մենք իրականացրել ենք եւ իրականացնում ենք տարատեսակ, տարաբնույթ ակցիաներ, որոնք միտված են հետեւյալին։ Մեր կարգախոսը այս քարոզարշավի ընթացքում գնա, որ գնանն է։ Մենք ասում ենք, որ պետքա մասնակցել ընտրությունների, կապ չունի ում եք ընտրելու։ Կապ չունի ձեր քաղաքական կողմնորոշումը։ Գնացեք ընտրատեղամաս, մասնակցեք ընտրություններին, անպայման, սիրելի հայրենակիցներ, այս երկիրը ձեր երկիրն է, այս երկիրը մեր ժողովրդի երկիրն է, ոչ թե մարդկանց, ովքեր կտրված են մեր ժողովրդից, ովքեր կապ չունեն մեր ժողովրդի հետ, այլ մարդկանց, ովքեր Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիների հոգսով ապրող մարդիկ են եւ գործարարների հետ շփվում են եւ այն հայաթի բիսեդկում պապիկների հետ, որ նստած նարդի են խաղում, համ բժիշկների, համ երիտասարդների, բոլորի հետ երիտասարդության մասին ընդհանրապես խոսք չկա, որ երիտասարդությունը պետքա որոշիչ ձայն ունենա այս ամեն ինչի մեջ։ Երիտասարդությունը պետքա ամենաակտիվը լինի, որովհետև մեր երիտասարդներն են մեր ապագան։ Հայաստանում երիտասարդները պետքա ակտիվ,
հասարակական քաղաքական գործընթացներում իրանց ներդրումները, իրանց ներկայություն ունենան մշտապես, որպեսզի մենք կարողանանք ունենալ առողջ սերունդ եւ տասնյակ անգամ ստե խոսացել ենք այդ խնդիրների մասին, ես վստահ եմ, որ մենք միասին այդ խնդիրները սաղ լուծելու ենք, որոնք որ կան, որովհետեւ կանխարգելիչ գործողություններ իշխանությունները պատշաճ կերպով չեն անում, բայց ես վստահեցնում եմ, որ միասնությունը վերականգնելու, հանդուրժողականությունը վերականգնելու դեպքում մենք կկարողանանք ունենալ շատ լավ մեր երազանքի Հայաստանը։ Եվ քանի որ դες այդ առաջին ունեցել խոսելու մենք տեսանք քարոզաշավի ժամանակ այդ խանգարված վիճակում ուղղավորներ կոզացնելու են, սատկացնելու են, նաև երրորդ նախագահի անուններ տալիս, մասկաներ հանելու են, փոխելու ներողություն ուղղակի սրանք ու մեջտերներ համապատասխան տեղները, այս ամենը ինչի դրսևորում է եւ ինչու է այսպես խանգարվում համբար բարից, օրինակ Ալիևի առաջ կզած է ասել եք չունի չի ներվում, խնդրեմ այս մասով ձեր Տեսեք, իմ կարծիքը հետևյալն է։ Նա Սերժ Սարգսյանից վախենում է եւ մենք ընտրությունների չմասնակցելու պարագայում անգամ ինքը բոլոր տեղերում տեսնում է Սերժ Սարգսյանի ստվերը։ Մենք սիրելի հայրենակիցներ, մենք անգամ 2018 թվականին ընտրությունների ենք մասնակցել։ Մենք չենք կյանքում չի եղել դեպք, որ մենք վախենանք քաղաքական գործընթացների մեջ առաջատար դիրք ունենանք եւ լինենք առաջամարտիկը փողոցային պայքարների, համ կրակել են վրեքներս, տարբեր մարմնական վնասվածքներով տարբեր հիվանդանոցներ են ընկել, համ բանտերում ենք անցկացրել, համ տարբեր հիմնարկներում եւ այլն, էլի, ուզում եմ ասեմ հանրապետականները իրանց դեմքով են միշտ ամեն ինչին մասնակցում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայերեն լեզվով ասել է այլ բանա, որ մարդիկ կան, որ հայերեն լեզուն երևի իրան լավ չեն անցալում, բայց նախագահան ուղիղ ասել է, թե մենք ինչի չենք մասնակցում ընտրություններին։ Նախ մենք սրանից առաջ ասում էինք, որ մեր ծրագրերը impeachment-ին վերաբերվող են, որոնք հնարավորություն կտար գնալ ընտրությունների impeachment-ի, այս միասնական ճակատով impeachment-ի գործընթացը առաջնային համարելով 1 եւ երկրորդը ուղիղ ասել ենք համագումարին ամենաբարձր մակարդակով, նախագահի մակարդակով, որ ներքին միասնությունը, միասնականությունը ապահովելու համար մենք դրանից հրաժարվում ենք, որպեսզի չլինի հակամարտություն ընդդիմադիրների մեջ, որովհետև տեսնում ենք այսօր մենք չենք մասնակցում ընտրությունների, բայց տասնյակ դեպքեր կան, երբ այս կամ այն ընդդիմադիրները անուններ չեմ տա, բայց կասեմ, որ այս կամ այն ընդդիմադիրները մեզ թիրախավորում են եւ իրանց բոլոր ռեսուրսները տակից հանրապետականների Սերժ Սարգսյանի դեմ են կիրառում եւ օգտագործում, որը անթույլատրելի ենք համարում, միասնությունն է պետք ոչ միայն ընդդիմադիր դաշտում, միասնությունն է պետք առհասարակ, պետքա հրաժարվենք իրար թուքումուր տալու այդ քաղաքականությունից, պետքա միասնական լինենք, չի կարելի անընդհատ իրար դեմ, իրարից բամբասել, իրար մեջքի հետևից խոսալ, իրար վրա հոդվածներ զակած տալ, ինչ ասես անել իրար վրա, չի կարելի։ Չունենալը վարկանիշ չունենալով է պայմանավորված ժողովրդի կողմից մերժված ելնելով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանը ունի միայն վարչական լծակներ չունի որևէ աջակցություն հանրության շրջանակներում դուք տեսել եք այսօր այլևս չեն թողում ժողովրդին այն ժամանակվա պես մոտիկար որովհետև տեսնում էին որ Երևանում չգիտեմ այլ տեղերը ոնց է չեմ հետևում ես իրակարոզ արշավի բայց Երևանում հայտնի դեպքեր են եղել, որոնք ասում են կոնկրետ, հա, ով իրան մոտիկանում ասում են, այս Ղարաբաղի պաշտոնյա է, այս չգիտեմ որ երկրի շպիոն է, այն չգիտես որտեղի գործակալ է, սովորական մարդ է, вообще ոչ մեկ հետ կապ չունի, մոտեցել է ուղղակի ասում է ախպեր, դու մի բան ես խոստացել, հիմա օրինակ ես Ղարաբաղցի եմ, այդ մարդը ասում է, իմ տունը հանձնա, եկար Ղարաբաղ, ասիր Ղարաբաղը Հայաստանը եւ դու ես չէ ասել, հա, ահա։ Դու ասել, նայեք, շատ էլեմենտար ամեն ինչ, տեսեք։ Դուք նայեք այն մարդկանց հայացքով, որ այնտեղ են ապրում։ Եկել է այս մարդը, ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, պատերազմը սկսե դրանից հետո։ Պատերազմը պարտվել ենք մենք, այդ պատերազմը պարտվելուց հետո Արցախը ամբողջությամբ հայաթափել է, հանձնել է։ Մի տարի, լավ, մի րոպե, էտել է, էլի հստակ ես ասեմ մեր արցախցիների մասին։ Ուղիղ մի տարի միակ կյանքի ճանապարհը փակ էր։ Մարդիկ այնտեղ էլեմենտար Ստանունդի խնդիր են ունեցել։ Օրվա կառավարիչները Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ասում էին, որ փագա, որպեսզի մեր Արցախի ժողովուրդը լավ ապրի։ Ալեն Սիմոնյանը ասում էր ծափահարություններ, Հայաստանը եւ Արցախը ապագա ունեն։ Ծափ տվեք արա։ Եւ այս ամեն ինչով
Մենք հիմա այդ մարդիկ արդարացի հարցեր ունեն իշխանությանը։ Եվ ոչ միայն եք գնանք, էլի ուրեմն տեսեք, այնպես 10-ը վերջի շրջանում, որ թաղամաս մտա, սարսափելին եք տեսարները, ազատի զորամասում վարված մոր ողբը, ցավոք որ Պապիկը, ուրիշի պապիկը, մյուս պապիկի բերել, որ ձեռով ոտարած տարան։ Ասո թրենդ է սարքել, թրենդ ո՞ն է սարքել, չկա այդպիսի մի թաղամաս, որտեղ երեխա չի զոհվել, չկա այդպիսի թաղամաս, որտեղ սև սուկ, սև լենթ չեք բերել, թաղամաս կա։ Դե հիմա ժողովուրդը ես երեք փողոցում եմ եղել, Մարիամ ջան, ես պատմում եմ մեր ակցիայի մասին, հարյուրավոր, այսինքն մի քանի 100, մոտավորապես 1000 թռուցիկ ունեինք մեզ մոտ եւ մոտավորապես 1000 թռուցիկ ենք բաժանել։ Ես կարող եմ վստահեցնել, որ երևի 90%-ը մարդկանց դե մենք չենք ներկայացնում ոչ մի ուրեմն համար, հա, մենք չենք ասում գնացեք ընտրեք այս կամ այն համարին։ Մենք ասում ենք, որ ընտրության ուղղակի մասնակցեք, բայց ժողովուրդը ասում էր մենք միանշանակ Նիկոլ Փաշինյանին չենք ուզում ընտրենք, ուրիշին ենք ուզում ընտրենք։ Այսինքն սա կոնկրետ մերժում են Նիկոլ Փաշինյանին եւ այդ մերժման պատճառով այսօր հենա տեսնում եք, ես հիմա ասեմ, այդ որ խոսում են, որ հեսա գալու ենք, չգիտեմ, 8 տարի իշխանության եք եղել, բայց մարդկանց այդ քրեական գործեր, այդ մարդիկ դրա տակ եղան, սա արդարացվել են, որևէ մեկից ոչ մի բան չի եղել, այսինքն այդ ինչ որ դուք խոսում եք Թալան, չգիտեմ ինչ եւ այլն, սուտ եք ուրեմն խոսում։ Այն մարդիկ, որ ձեր ասածով աշխարհի ամենաթալանչիներն էին, ձեր հետ հենց հիմա քարոզարշավ են անում այս կամ այն բանում, տակից կամ վրից։ Ինչի մասին եք խոսում։ Բա ուր են այդ մարդկանց գույքերը, այդ մարդկանց, չգիտես, միլիոնները, ժողովրդին տարակ տվիք, ժողովրդից հենց հիմա տամոժնեում ձեր պատճառով փող են վերցնում, դե ու էտա ձեր էությունը։ Այսքանը։ Շնորհակալություն։